Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, Հովեր պետական կամերային երգչախումբը մայիսի 27-ին ժամը 19:30 հրավիրում է խմբերգային երաժշտության համերգի նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակակիր, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռաֆայել Մանգասարյանին և նրա խմբավարական հետագծին։ Ներկայացնում մեր հյուրերին Հովեր պետական կամերային երգչախմբի տնօրեն Նելի Շիշմանյան և երաժշտագետ Օլյա Նուրիջանյան։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Մենք եք շնորհակալ ենք հրավերի համար։ Հետաքրքիր է հանրության առհասարակ որ տարիքային խումբն է ճանաչում այս անուն ազգանունը։ Երևի ես նշեմ, ես կարծում եմ տարիքային խմբի առումով պետք չի կողմնորոշվել ինչքան են ճանաչում մանավանդ մեր օրերին եւ իհարկե մեծեր կան ովքեր որ բնական է իրենց կյանքի մասն է եղել Ռաֆայել Մանգասարյանի գործունեությունը, նրա անձը, նրա կերպարը, նրա ստեղծագործական ուղին իսկ թե որ տարիքային խումբն է ճանաչում, դա նաև մեր անելիքն է, որ այս տեսակ համերգներով եւ այս տեսակ լուսաբանումով, անդրադարձով, նվիրումներով, հիշատակի տարբեր նախագծերով, ինչու ոչ նաև տարբեր ուսումնասիրություններով հանրահռչակել մեր մեծերի ստեղծագործությունը, նրանց անձգործունեությունը, հատկապես եթե խոսքը վերաբերում է Ռաֆայել Մանգասարյանին, ամենաարժանիներից մեկն է։ Ամենաարժանին, որովհետև շուրջ 30 տարի Ռաֆայել Մանգասարյանի անունը կապված է եղել հայ ժամանակակից կատարողական արվեստի հետ եւ նա ուղղակի խորհրդանիշն է եղել մեր երաժշտական մշակույթի 30 տարուց ավելի լինելով հեռուստատեսության ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը, որը հիմնադրվել էր Օհանդուրյանի հետ միասին, հետո Յուրի Դավթյանի հետ համատեղ, այս եռյակներ իհարկե 66 թվականից եւ նա այս նվագախումբ այն բացառիկ կոլեկտիվն էր, որը կարող ենք ասել այսօրվա եւ ժամանակի 70-80-ական թվականների ինչքան մեր կոմպոզիտորները գրում էին սիմֆոնիկ ստեղծագործություններ, դեռ մատիտը թանակը չչորացած, նա կատարում էր, ստեղծագործությունները կատարում էին եւ մի քանի հարյուրի են հասնում ձայնագրությունները, ուղղակի եթե նայենք վկայություններին, առաջին 13 տարի աշխատանքի արդյունքում շուրջ 300 ձայնագրած ստեղծագործություններ կային, որոնք համարվում էին ոսկե ֆոնդը, ընդ որում ոչ թե միայն Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդը, այլ ԽՍՀՄ։ Իսկ դա նշանակում էր, որ այդ ստեղծագործությունները հնչում էին սովետական ռադիոյով, հնչում էր հայաստանյան ռադիոյով եւ հետեւաբար ճանաչում էին բոլոր տարիքային խմբերը։ Սա վերադառնում ենք այդ հարցին ճանաչելու համար, ինչ պետք է անել, ուղղակի պետք է այն ինչը որ կա բարձրաձայնել, խոսել, չմոռանալ։ Հիշողություն աշխարհում ամենալավ եւ ճիշտ բանն է։ Ես կարծում եմ մենք քիչ հետո նաև կանդրադառնանք նրա ստեղծագործական ուղուն։ Խնդրեմ, ինչու քիչ հետո։ Մի բան հավելել։ Իհարկե։ Ուղիղ եթերում ենք այդքան ժամանակ չունենք, հենց հիմա էլ պետք է անդրադառնանք։ Որպես խմբավար եմ ուզում նշել, որ ցանկացած այս արվեստում ցանկացած ներդրում ունեցող մարդու աշխատանք գուցե եւ անվան տեսքով չի երևում, բայց մասնագիտական ուղին ինքնին դրա մասին պատմում է, հա, եթե մենք հիմա գիտենք Հովեր պետական կամերային երգչախմբի մասին, մենք գիտենք բոլոր այն կամերային երգչախմբերի մասին, որոնք որ գործում են այս պահին, ինչու՞ չէ նաև մանկական երգչախմբերը, որոնք նաև պիտի այս համերգին մասնակից լինեն, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախումբը, իգական կազմը, Երևանի պետական կոնսերվատորիայի Կոմիտաս երգչախմբի կազմը, իգական երգչախմբի մասին արդեն նշեցի, ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի սաներն են հանդես գալու։ Ռաֆայել Մանգասարյանի ստեղծագործական ուղին արտացոլվում է այս բոլոր երգչախմբերի գործունեության մեջ, այսինքն գուցե անունը այս պահին շատ բան չասի շատերի համար, բայց ստեղծագործական ուղին դեռ շարունակվում է եւ իր սաների միջոցով փոխանցվում է։ Եվ այսօր կոնսերվատորիայում կարող ենք ասել, որ խմբավարական ամբիոնը
եթե այսպես շատ խիստ նայենք, կարծում եմ չեմ սխալվի, բոլորը Ռաֆայել Մանգասարյանի սաներն են։ Այո։ Կամ նրանց ժառանգները։ Խմբավարական ամբիոնը ներկայացնում են Սոնա Հովհաննիսյանը, Հովերպետական կամերային երգչախումբը, ում նախաձեռնությամբ եւ մտահղացմամբ է, եթե չեմ սխալվում, այս համերգը իրականացել, այսինքն Հովերի իրագործմամբ։ Այսինքն Սոնա Հովհաննիսյան եւ այսպես շարունակում է։ Սոնա Հովհաննիսյանի սանը նույնպես դասավանդում է։ Հովհաննես Միրզոյան, այո, Հովհաննես Միրզոյանը, ով նույնպես Ռաֆայել Մանգասարյանի դասարանն է ավարտել, Գանե Սահակյանը, ով համերգին ներկայանալու է Կոմիտաս երգչախմբի որպես ղեկավար, նույնպես այսպես Ռաֆայել Մանգասարյանի թոռն է։ Կարինե Արաքելյանը, ով ամենա այսպես խիզախ համարձակ եւ միշտ ես այսպես ասում եմ, բայց ինձ թվում է, որ Ռաֆայել Մանգասարյանի բոլոր սաներն են այդ առանձնահատկությունն ունեցել, տրորված ճանապարհով չանցնել, միշտ նորը փնտրել, միշտ լինել խիզախ, համարձակ եւ Կարինե Արաքելյանի ձայնի պահպանման, եթե ես չեմ սխալվում, ամբողջական գուցե չկարողանամ ասել, այո, եւ Էման, ով այդ համերգին ինքն է խմբավարելու, էլի այս գիծն է շարունակում։ Դավիթ Ղազարյանը, կարող ենք ասել, այսօրվա Ռաֆայել Մանգասարյանի մասնագիտական դասարանի ամենաավագ ներկայացուցիչն է, ով նաև ղեկավարում է Հայաստանի երաժշտական ընկերությունը եւ ում ամենօրյա աշխատանքը այսօր հայ խմբավարական խմբերքային մշակույթը մի քիչ արթուն պահելու կամ չդադարեցնելու այն ինչը որ ինքը ստացել է այն մեծերից, որոնց թվում է նաև հենց Ռաֆայել Մանգասարյանը։ Տիգրան Հեքեքյանը, այո, հայտնի Հայաստանի փոքրիկ երգիչներ մանկական երգչախմբով, ով ամբողջ աշխարհում է հայտնի։ Նրանք մեր դասախոսներն են, այսինքն ստացվում է, որ կոնսերվատորիան, գիտեք ինչ, մանկավարժ լինում են, դասավանդում են, ունենում են ուսանողներ, բայց նրանք որպես մանկավարժ շարունակում են թե ոչ, որպես մասնագիտության մեջ գործունեություն ծավալող, այն էլ վառ անուններ են, մենք ասացինք, հա, անունները ներկայացուցիչների, վստահ եմ, որ լայն շրջաններին գոնե ծանոթ են նրանց գործունեությունը, նրանց անունները եւ կարող ենք ասել, որ Ռաֆայել Մանգասարյանի իդեպ ներկայությունը կոնսերվատորիան ոչ միայն խմբավարական ամբիոնն է։ Նա առաջին մասնագիտությամբ ջութակահար է եղել եւ մեծն Կարպ Դոմբաևի դասարանն է ավարտել, մինչ այդ Չայկովսկու դպրոց, իսկ Չայկովսկու դպրոցը 40-ական թվականներին հատուկ բնորոշում ուներ, շնորհալի երեխաների դպրոց եւ այնտեղ պատահական պատանիներ չէին հայտնվում։ Եվ կոնսերվատորիան ավարտելուց հետո Ռաֆայել Մանգասարյանը կոնսերվատորիայում աշխատել է կվարտետի ամբիոնում, կամերային անսամբլի ամբիոնում, հետո արդեն 11-12 տարի անց նա լինելով ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար, երևի թե տեսել, հասկացել կամ վարակվել է Միքայել Մալունցյանի դիրիժորական եւ վարպետությամբ եւ հմայքով եւ դա պատճառ է եղել, որ ինքը երկրորդ իր մասնագիտությունն է ցանկացել 12 տարի հետո նորից նստել է ուսանողական սեղանի մոտ եւ Մալունցյանի մասնագիտական դասարան է ավարտել, իսկ դրանից հետո արդեն նրա կյանքը միայն դիրիժորական արվեստով էր, միայն սիմֆոդիրիժորություն։ Իդեպ մի բան էլ պետք է այստեղ միշտ նշում են մասնագետները, որ լինելով սիմֆոդիրիժոր նա հիանալի խմբավարներ ստեղծող երաժիշտ է եղել։ Սա ղեկավարելու երկու տարբեր, թվում է առաջին հայացքից խմբավար, սիմֆոդիրիժոր նույն բանն է, բայց սա առանցքային առումով երկու տարբեր մասնագիտություններ են եւ Ռաֆայել Մանգասարյանը հիանալի եւ հզոր մեծ նույնքան դպրոց ստեղծող խմբավարներ դասիրակող մանկավարժ է եղել։ Նաեւ կոնսերվատորիայի պատմության մեջ իհարկե նրա ներկայությունը անհավանական է, որովհետեւ 11 տարի խմբավարական ամբիոնը ղեկավարելուց հետո այնուհետև նա օպերային պատրաստման ամբիոնն է նույնպես ղեկավարել, այսինքն սա այն ամբիոնն է, որտեղ ակադեմիական երգեցողություն մասնագիտացմամբ ուսանողները առաջին քայլերն են անում դեպի երաժշտաթատերական ժանր ասպարեզ եւ ասեմ, որ օպերային արվեստը պատահական չի եւ այսպես հիմնովին տեղ ունի իր կյանքում, որտեղ իր կյանքի ընկերը Իզաբելլա Այդինյանը
անվանի օպերային երգչուհի եւ նույնպես մանկավարժ, այսինքն նա այսպես շատ խորությամբ գիտեր, ճանաչում էր օպերային արվեստի գաղտնիքներին, նա նաև օպերային թատրոնում Madame Butterfly ներկայացման դիրիժոր է նույնպես եղել, այսինքն այդպես ժամանակի լավագույն նվագախմբերի կամ լավագույն, ինչպես այսօր ասում են, նախագծերին ինքը միշտ գլխին է կանգնած եղել։ Եվ եւս այսպես վերջին հանգրվանը կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի ռեկտոր Ղազարոս Սարյանի ղեկավարության ժամանակ իր իսկ առաջարկով Ռաֆայել Մանգասարյանը դառնում է եւ ստեղծվում է օպերային ստուդիան։ Սա այն օրգանիզմներ, որը ժամանակակիցներն ասում են, որ 80-ական թվականներին օպերային ստուդիան իր ռեպերտուարով, իր ստեղծագործական ուժով, ներուժով, իր մասնակիցներով ավելի համարձակ էր ու ավելի հետաքրքիր, քան ասենք մեր մեծ օպերային թատրոնը։ Վահագն Բագրատունուն էր հրավիրել որպես ռեժիսոր այստեղ աշխատելու։ Արաքս Դավթյանն է առաջին ամուր քայլերը այս օպերային ստուդիայում արել եւ ինքը լինելով փայլուն դիրիժոր, կարելի է պատկերացնել ուսանող երաժիշտները, երբ որ այս մակարդակի վարպետի հետ են աշխատում, իրենց ուսումը անցնում, նրանք ինչ որակի երաժիշտներ կարող են լինել։ Մեծ են, այո, որտեղ է լինելու համերգը։ Համերգը կկայանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, վաղը, մայիսի 27-ին, ժամը երեկոյան 7:30 սկիզբն է։ Ասեք ինչ եք ասում։ Ուզում եի մանկավարժական ձիրքի մասին պատմել Ռաֆայել Մանգասարյանի, որովհետև փոքր հարցազրույց ունեցա Տիգրան Հեքեքյանի հետ, ով նույնպես իմ ուսուցիչն է եղել։ Նելին Ռաֆայել Մանգասարյանի թորնիկն է։ Հա, ես քանի որ փոքրիկ երգիչ եմ եղել ժամանակին նաև Հայաստանի փոքրիկ երգիչ եւ դեռ Ռաֆայել Մանգասարյանի անունը լսել եմ իմ ուսուցչից Տիգրան Հեքեքյանից։ Մենք շատ փոքր էինք ու ինքը մեծ խանդավառությամբ պատմում էր իր ուսուցչի մասին եւ գուցե հենց դա էլ պատճառը դարձավ, որ մենք էլ նաև դարձանք խմբավարներ, որովհետև երբ դու տանը քո ավագներից լսում ես քո ընտանիքի պատմությունը, մենք նույն ձևով մեր մասնագիտական ընտանիքի պատմությունը լսել ենք մեր ուսուցիչներից։ Եվ վերջերս մայստրոն պատմում էր, ասում էր, որ ես արդեն բավականին հայտնի էի աշխարհում եւ Ռաֆայել Արամիչը նայում էր ինձ հեռուստատեսությամբ նայում էր, թե ոնց եմ ղեկավարում, բան, հետո ասիստենտին ասում էր մի հատ կասեք թողա դասարան ձեռքերը մի հատ տեղը գցեմ, որովհետև ոնց որ շատ հավաքեվորվել արդեն բացատողել իրան ասեք նա թողա ուղենք մի հատ ձեռքերը ու ասում դա ինձ համար այնքան կարևոր բան էր, որ նույնիսկ ավարտելուց հետո ուսուցիչը անտարբեր չի գտնվում իր աշակերտի նկատմամբ եւ շարունակում է նույն հոգատարությամբ հետևել իր ամբողջ մասնագիտական ուղուն։ Երևի հենց դա է պատճառը, որ այսօրվա մեր լավագույն խմբավարները դեռ շարունակում են իրենց գործունեությունը եւ սերված են հենց Ռաֆայել Արամիչի եւ ստեղծագործական եւ մարդկային հատկանիշներից։ Դա կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ ուսումը չի ավարտվում զուտ բուհի շրջանակներում, այլ դեռ շարունակում է ստեղծագործական ուղին հարթելու ճանապարհին մինչ օրս։ Հատկապես որ հիմնականում մեծ մասը ավարտելուց հետո իր դասարանում որպես ասիստենտ շարունակում էին աշխատել, այսինքն որպես մանկավարժել էր ինքը իրենց հետ աշխատում, ոչ թե որպես ուսանող, որոնց տանում է դեպի դիրիժորության խմբավարության, այլ ինչպես դասավանդել, ինչպես աշխատել մյուսների հետ։ Եվ նայում ենք ընդհանրապես ասացինք, որ չկա այնպիսի կոմպոզիտոր 70-80-ականների հատկապես, ում գրած սիմֆոնիկ ստեղծագործությունը Ռաֆայել Մանգասարյանը հնչեցրած չլինի։ Էմին Արիստակեսյանն է հիշում, որ ասում է մենք նոտաները տալիս ենք, շատ հաճախ իրեն ենք պարտիտուրները տալիս, անհավանական երաժշտական ունակություն ունեցող, երաժշտական լսողություն, հարմոնիկ լսողություն, այսպես կարող ենք ասել, որ ինքը կարողանում էր միանգամից նվագախմբային այդ պարտիտուրը 24-20-ից ավելի գիծ թերթելով նոր գրված, իսկ 70-80-ականների որոնումներով ապրող կոմպոզիտորների պարտիտուրները կարելի է պատկերացնել, հա, դա իտալական կանտիլենա չի, եւ նա, ասենք, զանգարում էր, ասում էր, արի լսի,
եւ կոմպոզիտորներ, այսինքն այդ ամբողջ խոհանոցային աշխատանքը ինքը անում էր օրկեստրի հետ։ Եվ կոմպոզիտորները գալիս էին եւ հաջորդ этаպ իհարկե միասին էին աշխատում եւ միշտ զարմանում էին, որ ինչ խորությամբ, ինչ նրբությամբ եւ իրեն այդպես էլ բնորոշում են նուրբը սկա։ Ինքը ֆիզիկա արտակնապես աժդահա է եղել, բայց անհավանական համեստ նուրբ եւ ինքը միշտ խուսափել է իր մասին։ Այդ դա էլ է նաեւ պատճառ, թե ինչու այսօր ցավալիորեն շատ քիչ ինֆորմացիա կա նրա մասին։ Օրինակ, ես կարծում եի, որ գոնե ժամանակին, որտեղ մեր մեծերն ասում են ժամանակին անդրադառնում էին տարբեր իրադարձություններին, համերգներին, բայց ցավոք պիտի նշեմ, որ Ռաֆայել Մանգասարյանի գործունեությունը մեր 70-80-ականների մատենագիտության մեջ մամուլի է, թերթեր ամսագրեր շատ քիչ է, կարելի ասել գրեթե չկա։ Ինչու՞։ Դա պիտի ժամանակի իր գոլեգաներին ասել, երաժշտագետներին, ինչու չեն անդրադարձել եւ ինչու են շրջանցել այսպիսի ժառանգություն թողած, այսպիսի գործունեություն ծավալող, դե երկու պահ կա, կամ ժամանակակիցները երևի կույր են եղել, կամ չեն ցանկացել դա տեսնել։ Ուրիշ պատճառ չի կարող լինել, որովհետև ինքը գոնե բաց է եղել բոլորի հանդեպ եւ երբ որ հարցնում են ովքեր են ձեր կոմպոզիտորները եւ ինչ ստեղծագործություններ եք դուք սիրում, այ իր թվարկելը արդեն ցույց է տալիս, մեզ էլ է հուշում, թե ինչպես ինչ հայացքով մենք նայենք մեր սիմֆոնիկ արվեստին։ Նա առանձնացնում էր Ղազարոս Սարյանի ջութակի կոնցերտը եւ սիմֆոնիկ պատկերները, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան, առանձնացնում էր Էմին Արիստակեսյանի կոնցերտային ֆանտազիան, Սպենդիարյան եւ Գրիգոր Եղազարյանի Լուսաբացին։ Ես հիմա ձեզ որպես մշակույթի մարդ եմ ասում, ովքեր կարծում եմ համերգիններին գնում են, մեր սիմֆոնիկ արվեստում Գրիգոր Եղազարյան, Էմին Արիստակեսյան, անգամ Ղազարոս Սարյան եւ Միրզոյան ցավոք հոբելյանների առիթով են միայն այս ստեղծագործությունները, այս գործերը հնչում, այնինչ նրանք մեր կլասիկան են։ Իդեպ ասեմ, որ Էմին Արիստակեսյանը միայն հայ երաժշտություն չի կատարել եւ միայն Հայաստանում գործունեություն չի ծավալել, նա հյուրախաղերի է մեկնել Մերձբալթյան երկրներ, Չեխոսլովակիա, իսկ Չեխիան, չեխերը ընդհանրապես համարվում են սիմֆոնիկ արվեստի ամենանուրբ գիտակները։ Եվ եթե այնտեղ նրանք տեսել, գնահատել, իսկ նրանք գնահատել են քաղաքներից մեկի պատվավոր քաղաքացի է նա դարձել, եւ 2 տարի հետո նրան հրավիրել են 2 ամսով իրենց նվագախմբի հետ աշխատի Ռաֆայել Մանգասարյանը եւ նվագեն հայ կոմպոզիտորների գործեր։ Ոչ թե ավանդական գործեր, այլ այդ ժամանակակից գործերը եւ մի բան էլ հենց այդպիսի հարց իդեպ նրան հարցազրույցներից մեկում տվել էին, ասելով, որ սիմֆոնիկ համերգներին այսօր քիչ մարդիկ են լինում, ինչն է պատճառը, եւ ինքը ասել է, որ սիմֆոնիա լսելու համար պետք է ուրիշ զարգացվածություն, ուրիշ կրթություն լինի եւ դրա համար դպրոցներում պետք է։ Եվ դպրոցում պետք է երեխաները նոտաներ անգամ ճանաչեն, երաժշտությունը այդ որակի պիտի լինի, ու ինքը այդտեղ է ասում, որ Չեխիայում սովորական հանրակրթական դպրոց է ինքը հրավիրվել եւ գրատախտակին հնգագից տեսնելով Կոմիտասի Ձիկտուկ հաշին է գրել, սա ինչի մասին է վկայում, որ իր մտքում ինքը լինելով ժամանակակից սիմֆոնիկ հայ արվեստը պրոպագանդող, կատարող կլասիկ կոմպոզիտորների ստեղծագործությունները նրա սիրելիներն էին Բեթհովենը, Վագները, նաև նրա գործունեությամբ չեխ կոմպոզիտոր Միսլիվեյչեկ, այդպիսի կոմպոզիտոր կա, նրանց կլասիկներից է, ում ստեղծագործությունը մեր մեծն Մարիետա Շահինյանն է հայտնաբերել արխիվներից եւ դա չեխերի համար մեծ իրադարձություն էր եւ դրա առաջին կատարողը Ռաֆայել Մանգասարյանն է եղել։ Այսինքն այս բովի մեջ պտտվող աշխատող եւ իր մտքի մեջ ապրող անհատականության սրտում, երբ որ երեխաների հետ, օտարների հետ իր կամ երաժշտություն երկհացնելու օրինակ է եղել, ինքը Ձիկտուկ հաշին է գրել նոտաներով եւ ասում է չեխ երեխաները նոտաները կարդալով միասին երգում էինք։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, ամեն ինչ սկսվում է ճիշտ ներկայացնելուց, այնքան հետաքրքիր ու ճիշտ եք ներկայացնում։ Մեր պատմությունն այդպեսին է եւ մենք Ես ափսոսում եմ, որ բոլոր բնագավառներում այսպես մասնագետներ չկան։ Կան։ Կամ էլ կան, ուղղակի իրենք, չգիտեմ, ավելի պասիվ են։
կան։ Որովհետև շատ կարևոր է, այն ինչի մասին որ դուք խոսում եք, անգամ այդ ինֆորմացիան ես չունեմ, անկեղծ եմ ասում, ես այդ ինֆորմացիան չունեմ։ Ես գիտեմ Ռաֆայել Մանգասարյան ու վերջ։ Որովհետև երևի թե հանրակրթական դպրոցներից դեռ սկսված եւ մանկապարտեզի տարիքից այդ կրթությունը մենք չենք ստացել ցավոք։ Ես այսպեսի մի դեպք էլ ասեմ, երեք խոսում էինք հարազատներից ուրեմն մեկի հետ, իդեպ ասեմ երաժշտական ավանդույթը իր ընտանիքում շարունակվում է։ Որդին մեր կոնսերվատորիայում է դասավանդում, թոռը հիանալի ջազ վոկալ մասնագիտացման ավարտող, այդ էլի արտաքինը որ նայում ես Մանգասարյանական է, հա, աղջնակը, ասեմ, որ երբ ռադիոյում տարիներ առաջ, երբ ռադիոյի ստուդիան, որտեղ որ այն ստուդիան էր, որտեղ որ ձայնագրվում էին այդ ստեղծագործությունները եւ հերթական վերանորոգումից հետո վերաբացումը պիտի լիներ, ցավոք պիտի նշեմ, որ գոնե այդ օրը այդ ստուդիայում շատ լուսանկարներ կան, մարդիկ գործունեություն, որոնց աշխատանքը կյանքը կապված էր ռադիոյի ստուդիայի հետ, բայց ցավոք Ռաֆայել Մանգասարյանի դիմանկար այդ օրը չի եղել։ Ես չգիտեմ հիմա կա թե ոչ, ես հույս ունեմ, որ այդ մեղմ ասած վրիպումը լրացրել են, որովհետև հեշտ, այսպես կարող ենք ասել, ամիսը 40 րոպե ձայնագրված իդեալական ստեղծագործություններ։ Իսկ երբ որ Մոսկվայում այս նվագախումբը հրավիրեցին ձայնագրության, Կալոննի զալ Դոմը Սովետը, Սյունազարդ դահլիճ այդպիսի հայտնի, 2 դուբլից նկարել են եւ ռուս հնչյունային ռեժիսորները ապշել էին ինչ որակի օրկեստր է, որ կարողացել է միանգամից արագ այդ տեմպով ձայնագրել, իսկ Ռաֆայել Մանգասարյանի ղեկավարած նվագախումբը մենք չէ որ ասում ենք, օրինակ չասեմ ով Խորհրդային Միության լավագույն նվագախմբերից մեկն է։ Սա իսկապես լուրջ մրցակցության, այսինքն սա պարզապես ուղղակի ռադիոյի ստուդիայում ձայնագրվող նվագախումբ չէր, այս լուրջ համերգային գործունեություն ծավալող, ավելին, երբ առիթ եղավ Ռաֆայել Մանգասարյանին շատ կարճ աշխատել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որն այսօր ֆիլհարմոնիկ նվագախումբ եւ այլն, այսինքն այն նվագախումբը, որտեղ նա տարիներ շարունակ ջութակահար է եղել։ Եվ մի ընթացք եղավ, հատկապես Մանուկյանից հետո, եթե չեմ սխալվում, մի քանի դիրիժորներ փոխվեցին եւ կարելի ասել ձեռքից գնում էր նվագախումբը։ Կազմակերպչական ստեղծագործական առումով եւ շատ կարճ ժամանակում Ռաֆայել Մանգասարյանին են հրավիրում եւ Տիգրան Հեքեքյանն էր կարծեմ իր այս հուշերում այսպես նշում, որ ասում եմ փորձերին չէր թողում, որ մենք գնանք սկզբի փորձեր, սկզբից որպեսզի հասկանալի լինի, որպեսզի մենք չտեսնենք ինչ մեղմ ասած վատ վիճակում է եղել նվագախումբը, անգամ օրկեստրանտների աթոռին նստելու ձևից սկսած եւ ասում եմ 1 ամիս հետո նվագել են Էմին Արիստակեսյան եւ Տիգրան Մանսուրյան։ Ասում եմ ոնց որ վերածնված լիներ այդ նվագախումբը, որովհետև նա այդ դիսցիպլինայի եւ դա դասարանում էր այդպես հագուստից սկսած ամեն ինչին նա հետևում էր, որպեսզի իր սաները, իր ուսանողները եւ ընդհանրապես այնտեղ որտեղ որ ինքը կար, այնտեղ կար ճաշակ, կատարելություն։ Այո, կատարելություն։ Քանի որ ժամանակը սուղ է, վերջին հարցը Նելին։ Ես ուզում եմ հասկանալ հիմա դիրիժորական արվեստում մեր ուսանողները որքան ակտիվ են։ Շատ ակտիվ են։ Այո։ Մենք խնդիր ունենք այդտեղ թե չէ։ Դիրիժորական արվեստում խնդիր ունենք թե ոչ։ Ուզում են դիրիժոր դառնալ։ Այն արվեստագետները, ովքեր որ փոքրուց մեծանում են երգչախմբերում, հնարավոր չի որ չվարակվեն իրենց ուսուցիչներով եւ իրենք բոլոր դեպքերում ինչքան էլ որ նվազած լինի տենդենսը երգչախմբային արվեստի նկատմամբ, բայց բոլոր դեպքերում ցանկացած ուսուցիչ ձգտում է որ իրենից հետո ունենա շարունակություն եւ երգչախմբում երգելը շատ օգնում է դրան եւ կոնկրետ փոքրիկ երգիչների օրինակով գիտեմ նաեւ որ շատ փոքրիկ երգիչներ հետագայում դառնում են Տիգրան Հեքեքյան ուսանողները, ստեղծում են տարբեր երգչախմբեր, իդեպ Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ արտասահմանում
Սոնա Հովհաննիսյանը շատ ունի հրաշալի կադրեր, ովքեր ունեն իրենց երգչախմբերը, տարբեր տարիքային խմբերի ընդ որում։ Մեր Գրիգոր Հարությունյանը, ով Դավիթ Ղազարյանի ուսանողն է, Գայանե Սահակյանը, ով Հովհաննիս Աշոտովիչի ուսանողն է, Հովհաննիս Միրզոյանի, Գայանե Սահակյանը, հենց Գայանե Սահակյանի մասին ասացի, եւ գիտեք ինչ, խմբավարը դա այսպես հատնտիր մասնագիտություն է, այնպես չի, որ շատ լինեն, կարևորը ովքեր են եւ ինչպիսին են, իսկ մեծ մասը այսօրվա հնարավորությունն այնպես է, որ այն խմբավարը, ով հասկանում է, որ դա է իր ճանապարհը, ինքը ի վերջո ելքը գտնում է եկեղեցում երգչախումբ կամ խումբ ղեկավարելուց սկսած մինչև իր ընկերներով սեփական երգչախումբ ստեղծելը, որովհետև եթե մենք նայենք Սոնա Հովհաննիսյանի հովերը, դա պետ պատվերով ստեղծված երգչախումբ չէր, այլ պարզապես խանդավառությամբ, պարզապես որ այդ գործով միասին անելու եւ այդ մարդկանց հետ միասին միտեղ լինելու։ Հովերը արդեն 33 տարեկան է այս տարի դառնում եւ 90-ականներին ստեղծված երգչախումբ է զուտ Սոնա Հովհաննիսյանի ինտուզիազմով ստեղծված, որովհետև եւ փոքրիկ երգիչներն նույնպես այդ ժամանակ են ստեղծվել, մութ տարիներին ամենալուսավորող կետը դա արվեստն էր եւ միավորող մարդկանց միավորող կետը դա արվեստն էր եւ հովերը դրա վառօրինակն են, որ մինչ օրս երգչախումբը գործում է եւ արդեն ունի պետական ստատուս արդեն տարիներ շարունակ երկրի մշակութային խորհրդանիշերն են կամերային երաժշտության կենտրոնի աջակցությամբ է գործում հովեր պետական կամերային երգչախումբը եւ այս համերգը նույնպես կամերային կենտրոնի աջակցությամբ եւ հովերի նախաձեռնությամբ այսինքն ցանկացած համերգային գործունեություն հովերը փորձում է մաքսիմալ ընդգրկուն անել եւ տարբեր կողմեր ներգրավել դրա մեջ, որպեսզի մաքսիմալ բազմազան լինի եւ նաեւ մատչելի լինի ցանկացած հանդիսատեսի համար, որովհետեւ հովերը ունի երկացանկում նաեւ Բախ, նաեւ ունի Beatles-ը կատարում երգչախմբային մշակումներով, այսինքն դե պրեմիերաներ են լինելու այս համերգին, որտեղ հովերը միշտ Սոնան օրական չեմ կարող ասել քանի անթիվան համար ստեղծագործություններ լսում աշխարհի տարբեր երգչախմբերի կատարումներով եւ ցանկացած համերգ համեմված է նոր ստեղծագործություններով, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում եւ բարդագույն ստեղծագործություններ, որոնք հովերը գերազանց հաղթահարում է միշտ։ Իդեպ ասեմ, քանի որ համերգի հետ կապված եւ կամերային երաժշտության կենտրոն հովեր եւ կոնսերվատորիան է նույնպես անձինս Գայանե Սահակյանի ներկայանում, որպեսզի ձեր ակնդիրները ծարավ չլինեն մշակութային այսօրվա կյանքի ինֆորմացիայից, մենք կարող ենք առաջարկել ուշադիր լինել կոնսերվատորիայի երաժշտական կյանքում ինչ է կատարվում եւ ես վստահ եմ, որ գոնե ամեն շաբաթ մենք հաստատ կարող ենք ապահովել ձեզ լավ որակով հյուրերի եւ ասելիքի, որովհետեւ մեր ուսանողները իրենց ուսումնաստեղծագործական գործունեությամբ ունենում են բարձրաձայնելու, լուսաբանելու արժանի նորություններ, որոնք լավ կլինի, որ ձեր բարի լույսի թեման լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Ժամանակ արդեն հատել ենք իրականում, ես հասկանում եմ, որ նման անունների մասին կարելի է շատ երկար խոսել, բայց ցավոք մեր ժամանակը սահմանափակ է, իսկ նրանք, ովքեր հետևում էին մեր զրույցին, վստահ եմ, որ այսքան գեղեցիկ ներկայացնելուց հետո առիթ կունենան նաև ներկա լինելու համերգին։ Գովազդ մեր եթերում։